Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Խաչիկյան։ Եվ այսպես Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80% ապրանքներին մաքսատուրքից ազատելու առաջարկին։ Ոնց է գնահատում սա, հաշվի առնելով թե Եվրամիությունում հարցերը ոնց են լուծվում, արագության տեսանկյունից սա բավականին արագ որոշում է։ Ինչ է սա նշանակում։ Այո, համաձայն եմ, Եվրամիությունում հարցերը շատ արագ չեն լուծում սովորաբար, այնտեղ բավականին մեծ է վարչական մասը եւ տարբեր երկրների հետ համաձայնեցման մասը։ Եվ սա նշանակում է մի պարզ հանգամանք Եվրամիության ինտեգրացիոն գործընթացը եւ այս պարագայում տնտեսական ինտեգրացիան իսկապես կարեւոր է իրենց համար, սա մեկ, եւ երկրորդ Եվրոպա, Կենտրոնական Ասիա հաղորդակցությունը բնականաբար Հարավային Կովկասի տարածքով առավել քան անհրաժեշտ է եւ հրատապ։ Սա հաջորդ կարեւոր բաղադրիչն է, որ գործընթացը իսկապես մեկնարկում է։ Հիմա կարող է հարց առաջանալ Հայաստանի արտահանումը ինչ կապ ունի Եվրոպա Ասիա համագործակցության հետ կամ հաղորդակցության հետ, բայց խոշոր հաշվով դա տնտեսական ինտեգրացիայի հետ է կապված եւ Հայաստանի ինտեգրացիան, տնտեսական ինտեգրացիանի նկատի ունեմ եվրոպական կառույցներին միանշանակ կդյուրացնի հաղորդակցության գործընթացները ասիական երկրների եւ տարածաշրջանային մյուս գործընթացների, մյուս երկրների հետ։ Այս առումով պետք է նշել, որ այո, բավականին կարճ ժամանակահատվածում մոտ 1 ամիս, 1.5 ամսվա ընթացքում, երբ որ Հայաստանից գյուղմթերքի արտահանման նկատմամբ ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի կողմից սահմանվեցին որոշակի արգելանքներ կամ սահմանափակումներ, կարճ ժամանակում մեկնարկած գործընթացը կարծես թե ինստիտուցիոնալացվում է։ Ճիշտ է, այդ գործընթացը սահմանված էր կարճաժամկետ, այո, բայց բոլոր դեպքերում ինստիտուցիոնալացումը ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են ունենալ ավելի երկարաժամկետ բնույթ։ Պարոն Խաչիկյան, տեսեք, հիմա այս հնարավորությունը կամ արտոնությունը, թեկուզ կարճաժամկետ, որը տրվում է Հայաստանին, սա իրական տնտեսական հնարավորություն է, թե քաղաքական քայլ։ Ես կարծում եմ միանշանակ իրական տնտեսական հնարավորություն է, բայց ներկա աշխարհաքաղաքական հարաբերությունների համատեքստում չենք կարող տնտեսությունը քաղաքականությունից առանձնացնել եւ միանշանակ կա նաեւ քաղաքական ենթատեքստ, իսկ քաղաքական ենթատեքստը որքան էլ որ փորձագիտական կամ մամուլում հրապարակումների համաձայն այսպես Ռուսաստանին Կովկասից դուրս մղելը լինի, ես այդ կարծիքին չեմ, ենթատեքստը այն է, որ Հայաստանը ներգրավի Եվրոպա, Կովկաս եւ Ասիա արժեշղթայի մեջ եւ այս արժեշղթայի կենսագործունեությունն է արագացվում, սրա նպատակով է ամեն ինչ արագացվում եւ հենց այս ենթատեքստն է դրված գործընթացների հիմքում, կարծում եմ, որ այդ առումով այո շահերը համընկնում են Հայաստանի եւ եվրոպական գործընկերների, սա իհարկե չի նշանակում, որ այս շրջանակը ամրագրվում է եւ վերջ։ Սա նշանակում է, որ այս շրջանակը կարևորվում է, այս արժեշղթան կարևորվում է եւ հետագայում բնականաբար հնարավորություններ կան տարածաշրջանային այլ երկրներ միանալու, ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից եւ շատ կարեւոր է, որ այս շրջանակի մեջ Հայաստանի դերը բավականին ընդգծվում է, ինստիտուցիոնալացված դերը բավականին ընդգծվում է, որը երկարաժամկետ ռազմավարության համար խիստ կարևոր է։ 2 տարին բավարար է, որ բիզնեսները կարողանան մուտք գործել նոր շուկաներ, այս դեպքում Եվրամիության շուկաներ եւ ամրապնդվել այնտեղ։ Գիտեք, բիզնեսների շատ տարբեր տեսակներ կան, ես կարծում եմ, որ առնվազն հիմնարար քայլեր անելու համար բավարար է, իհարկե շուկայում ամրապնդվելու համար ոչ մի շուկայում 2 տարին կարող է բավարար չլինել, բայց գործընթացների մեկնարկը, շուկայի ուսումնասիրությունը, գործընկերների հետ փոխհարաբերությունների հաստատումը, այսինքն մեկնարկային եւ հիմնարար քայլերը բնականաբար բավարար են երկարաժամկետ գործընթացներ սկսելու համար։ Հիմնականում որ ոլորտները կամ որ բիզնեսները կամ որ ապրանքները կարող են շահել այս արտոնությունից եւ որոնք կարող են խաղից դուրս մնալ։ Հիմնական շեշտադրումը արդյոք կարող ենք դնել հենց այն ապրանքների վրա, որոնք խնդիրներ ունեն ներկայում ռուսական շուկայում, թե այս 80%-ի մեջ այս ոլորտն այդքան էլ կարող է չմտնել։ Գործընթացը սկսվեց ռուսաստանյան շուկայի սահմանափակումներից եւ բնականաբար առաջի փուլում հենց այդ խնդիրներն էր դրված, որ ինչպես արվի, որ նշված ապրանքատեսակները կամ բիզնեսները շատ մեծ
տուժողներ չհանդիսանան, բնականաբար այս ապրանքները ներառվում են, բայց ես չեմ կարծում, որ սա հենց այդ ապրանքների նպատակով էր ներդրված, ու պարզապես այդ սահմանափակումները ստիպեցին մեկնարկել նոր գործընթացներ, տնտեսական ինտեգրացիոն ավելի լայն գործընթացներ, իսկ ավելի լայն գործընթացների մեջ միանշանակ մտնում են վերամշակված արտադրանքը, դրանք բավականին կարևոր են, ոչ միայն թարմ պտուղ բանջարեղեն, այլ նաև վերամշակումները շատ կարևոր են, եւ այդ շրջանակի մեջ աստիճանաբար կարծում եմ կներառվեն նաև ծառայությունների ոլորտը, կարծում եմ կներառվեն նաև այնպիսի ապրանքատեսակներ, որոնք որ հանքարդյունաբերության կամ լրացուցիչ գործընթացներ Հայաստանում սկսելուց հետո բնականաբար ստանդարտացման որոշակի փուլերից հետո նրանք աստիճանաբար մուտք կունենան Եվրամիության շուկա։ Բայց լավ, ինչու 80% ապրանքների կամ 90%, եթե ոչ բոլոր տեսակի ապրանքների ինչ սահմանափակում ունի Եվրամիությունը, որ որոշակի չափով է։ Ես կարծում եմ դրանք իրավակարգային բնույթի են, օրինակ Հայաստանը դեռևս չի ստորագրել ազատ առևտրի հետ կապված համաձայնագրեր, ենթադրենք Վրաստանը ունի շատ ավելի լայն գործընթաց Եվրամիության տնտեսական տարածքին ինտեգրվելու շրջանակում, քան Հայաստանը, եւ քանի որ Հայաստանը ունի այն հիմնարար փաստաթղթերը, ինստիտուցիոնալ փաստաթղթերը, որոնք ապահովում են նման շուկաներին ինտեգրացիա, ապա այս փուլի համար գոնե առաջնահերթություն համարվող ապրանքատեսակների շրջանակում է որոշումը կայացվել եւ կայացվել է հիմնականում այն ապրանքատեսակների համար, որոնք լոգիստիկ առումով նաեւ կարող են խնդիրներ չունենալ, չնայած այո, հնարավոր էր երկարաժամկետ հատվածի համար 100% ապրանքներ ընդգրկել, բայց քանի որ արտոնությունը 2 տարվա համար է, առայժմ կարճաժամկետ հատվածի համար, սա նաև կարելի է դիտարկել որպես փորձաշրջան եւ բիզնեսների համար եւ նաեւ գործընթացների սկսելու համար եւ հետագայում կարծում եմ, որ այս գործընթացները կընդլայնվեն։ Հաշվի առնելով GSP+-ի հնարավորությունները, այս նոր առաջարկը ավելի շատ հնարավորություններ է տալիս, թե հակառակը, կարճ ասած, սա ավելի շահավետ է, թե հակառակը սահմանափակումներ ունի։ GSP+-ը ավելի ընդլայնված դաշտ էր ապահովում, սակայն վերջնարդյունքում պարզվեց, որ դրանցից արտոնություններից օգտվող ապրանքատեսակները բավականին քիչ էին, եւ ես կարծում եմ, որ GSP+-ի պարագայում թեև ապահովված էր հիմնական կոնցեպտը, բայց իրականացման մեխանիզմներ ապահովված չէին։ Այժմյան պարագայում մենք տեսնում ենք, որ իրականացման գործընթացը բավականին լայն թափով են մտնում ուժի մեջ եւ թեև ապրանքատեսակների խմբականակը կամ տեսականին կարող է փոքր լինել, սահմանափակ լինել, բայց դրանք շատ արագ կարող են իմպլեմենտացվել կամ ինտեգրվել այլ շուկաների, Եվրամիության շուկային կոնկրետ։ Խաչիկյան, իսկ կան ռիսկեր, որ ինչ որ խախտումների դեպքում կամ ինչ որ ստանդարտներին չհամապատասխանելի դեպքում Եվրամիության կողմից տրվող այս արտոնությունը կարող է վերացվել կամ սահմանափակումներ նոր դրվի։ Ես կարծում եմ, որ դրանք անհրաժեշտություն են, անկախ նրանից ռիսկի ինչ չափ կա, դրանք անհրաժեշտություն են եւ երբ որ Եվրամիությունը ինչ որ արտոնություններ է տրամադրում, դա չի նշանակում, որ այդ արտոնությունները տրամադրում է ցանկացած տեսակի կամ չափանիշներին չհամապատասխանող ապրանքների շրջանակում։ Դա անկեղծ ասած մեր շուկային էլ անհրաժեշտ չէ։ Նման արտոնությունը կնշանակի ուղղակի բիզնես դաշտը տանել կործանման։ Նման արտոնությունը բնականաբար չի կարող պատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, ժամանակակից մրցակցությանը եւ արտոնության վերացումից հետո բիզնեսն այլևս ի վիճակի չի լինի ինտեգրվել այդպիսի շուկաներին։ Կարծում եմ, որ այո, այդպիսի ռիսկեր կան եւ կարող են հետագայում նույնպես լինել, բայց դա չգնահատենք միայն որպես ռիսկ, դա գնահատենք նաև հնարավորություն, դա գնահատենք բիզնեսի արդիականացում, իհարկե նաև որոշակի ծախսերով, որոշակի խնդիրներով հանդերձ, բայց այդ փուլերը պետք է անցնեն, արդիականացման փուլերը, ծախսատար փուլերը պետք է անցնեն, ստանդարտացման փուլերը անցնեն, որպեսզի նման ռիսկերը նվազեցվեն։ Իդեպ սա վերաբերում է բացառապես հայկական արտադրանքին, թե օրինակ վերարտահանումներ կարող են լինել մեր միջոցով դեպի Եվրոպա։ Սա վերաբերում է հայկական արտադրանքին, այո, սա վերաբերում է հայկական արտադրանքին եւ արտոնությունը սահմանված է հայկական ապրանքների համար։ Լավ, ես կարծիքներ էի լսում այն մասին, որ օրինակ ռուսական շուկայի սահմանափակումները հայկական մի քանի ապրանքների հետ կապված մեծ խնդիրներ մեր տնտեսության մեջ չեն առաջացնում, որովհետեւ այդ արտադրանքների ընդհանուր ծավալը հնայում շատ քիչ է
եւ դրանից եկած վնասն էլ այդքան ազդեցիկ չէ։ Դուք ինչ կարծիք ունեք այս մասով եւ իսկապես այն ապրանքները, որոնք այսօր խնդիր ունեն ռուսական շուկայում եւ դրանց ծավալը կամ դրանց եկամտաբերությունը հնայում դրանց կշիռը որքան է եւ իսկապես մեր տնտեսություն շատ մեծ խնդիրների առաջ չի կանգնում, եթե հիմա սահմանափակված են դրանց մուտքը ռուսական կամ ԵԱՏՄ շուկաներ։ Կարծում եմ, որ շատ մեծ խնդիրների առաջ չի կանգնի, այստեղ պետք է դիտարկել հարցը երկու տեսանկյունից՝ ազդեցությունը հնայի վրա եւ ազդեցությունը տնտեսվարողների վրա։ Եթե դիտարկենք ազդեցությունը համախառն ներքին արդյունքի վրա, ապա դա բավականին փոքր է, ես կարծում եմ նույնիսկ 5%-ից էլ փոքր, այո, 2-ից 5%-ից։ Որը ազդեցություն չի ունենում տնտեսական աճին։ Բնականաբար շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Բայց ընդգրկման դաշտը, քանի որ գյուղացիական տնտեսություններն են եւ նաեւ արտահանողներն են, ընդգրկման դաշտը կարող է համեմատաբար մեծ լինել, այսինքն կոնկրետ որ խմբերի վրա է սա բացաբար անդրադառնում։ Անդրադառնում է գյուղացիական տնտեսություններին եւ արտահանող ընկերություններին։ Այս առումով իհարկե կան նաեւ հրապարակումներ, որ որոշ ապրանքատեսակներ, որոշ արտահանողներ 100%-ով կախվածություն են ունեցել ռուսական շուկայից։ Այս դեպքում ինձ համար բավականին մեծ խնդիր է։ 99%-ով կախվածություն են ունեցել ԵԱՏՄ կամ ռուսական շուկայից։ Ես կարծում եմ, որ բիզնեսը այս տրամաբանությամբ չի կարող աշխատել, անկախ նրանից կիրառվում են սահմանափակումներ, թե ոչ, որովհետև սահմանափակումները կարող են լինել նաև երրորդ երկրների կողմից, չէ՞ որ մեր բեռնափոխադրումը Վրաստանի տարածքով է, Ադրբեջանի տարածքով կարող է լինել տեսականորեն, բայց բոլոր դեպքերում Հայաստան-Ռուսաստան սահմանի բացակայությունը ենթադրում է հավելյալ խնդիրներ, իսկ այս տիպի հավելյալ խնդիրների պարագայում ինչու որոշակի ապրանքատեսակներ ունեն 100 կամ 98%-ով կախվածություն մեկ շուկայից, սա տնտեսվարողների հետ կապված խնդիր է։ Բայց հաշվի առնելով, թե մենք որքան ենք կախված նույն այդ ռուսական շուկայից եւ քանի տոկոսով, երևի բացատրվում է նաեւ, որ առանձին բիզնեսներ իրենք եւս ուղղակի 90 կամ 100%-ով կախված են, որովհետեւ մենք ինքներս ենք կախված ամբողջությամբ ռուսական շուկայից։ Ամբողջությամբ չէ, իհարկե մեծամասամբ, լավ, այսպես ձևակերպեմ։ Հենց դրա համար տնտեսական դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը կա եւ հենց դրա համար Եվրամիության աջակցությունը կա, սա նորից կրկնեմ, ռուսական շուկայից կտրելու համար չէ, սա երկրորդ դարպաս, երկրորդ դուռ բացելու շրջանակում է։ Եվ այո, բիզնեսները պետք է օգտվեն, առավելագույնս օգտվեն, հասկանալով, որ կարող են կրել կորուստներ, բայց հնարավորություն ունենան ապագայի համար մշակել ռազմավարություն։ Իրականում, գործնականում Եվրամիությունը կարող է փոխարինել ռուսական շուկան իր ծավալներով եւ եկամտաբերությամբ։ Դա հնարավոր է։ Ծավալներով, եկամտաբերությամբ այո հնարավոր է, բայց ապրանքների տեսականիով, ապրանքների որակով կարծում եմ տարբերություններ կարող են լինել, բայց այստեղ ես չէի ցանկանա շուկաները մեկը մյուսով փոխարինելու տարբերակը քննարկել, շատ ավելի կարևոր է, որ հենց դիվերսիֆիկացված շուկայի տարբերակը քննարկել։ Մեկը մեկով մյուսով փոխարինելը դարձյալ մենք որոշակի հեռանում ենք դիվերսիֆիկացիայից։ Կարող են լինել ապրանքատեսակներ, որոնք ռուսական շուկայում ներկայացված կլինեն եւ դա արդեն մրցակցություն կարող է առաջացնել, առողջ մրցակցություն։ Եվ այստեղ նաեւ պետք է դիտարկել ռուսական շուկայի դիվերսիֆիկացիան, որովհետև երբ որ հայկական ապրանքն այնտեղ չկա եւ մամուլում հրապարակումներ կան փորձագիտական դաշտում, որ դրա փոխարեն զբաղեցում է ադրբեջանական ապրանք, վաղը մյուսօր ռուսական շուկան կարող է կախվածություն ունենալ միայն ադրբեջանական ապրանքից եւ իրենք նույնպես դիվերսիֆիկացիայի խնդիր ունեն եւ ես կարծում եմ, որ թույլատրելով ռուսական շուկայում լինելու հայկական, վրացական, թուրքական, կենտրոնասիական երկրների տարբեր ապրանքատեսակներ, սա ռուսական շուկայի դիվերսիֆիկացիայի համար նույնպես անհրաժեշտություն է եւ փոխարինելիության տարբերակը ես մեծ չափով չէի ցանկանա քննարկել, շատ ավելի տնտեսապես արդյունավետ կարող է լինել, որ նոր ապրանք, իհարկե մեկը մյուսով փոխարինելը կարեւոր է, բայց նոր շուկան ենթադրում է նոր պահանջներ, նոր ապրանքատեսակներ, նոր բիզնես մտածելակերպ, այն ինչ կա կարող է լինել, դա բիզնեսի որոշելու խնդիրն է, տեղափոխվի Եվրոպա թե ոչ, բայց այն հնարավորությունները, որ տալիս է Եվրամիությունը նոր բիզնեսների համար, ես կարծում եմ, որ պետություն մասնավոր գործընկերությունը այս դաշտում շատ ավելի կարևորվում է։ Թեև պարոն Խաչիկյան, դուք նշեցիք, որ 5% միգուցե մեր հնայում կազմի այն վնասը, որը այս սահմանափակումների հետևանքով մենք կունենանք, բայց այդուամենայնիվ հաշվի առնելով նաև գնահատականները, որ սա բացառապես տնտեսական քայլ չէ Ռուսաստանի կողմից, խոսքը սահմանափակումներին է վերաբերում, այլ նաև որոշակի չափով կամ նաև առավելապես քաղաքական քայլ է։ Եվ նաև հաշվի առնելով, որ Եվրամիությունը մեզ օգնություն է ցույց տալիս խնդիրների հաղթահարման համար։ Ինչ եք դուք մտածում, Ռուսաստանը կշարունակի սահմանափակումները պահպանել, հետագա միգուցե
ընդգրկելով այլ ոլորտներ, այլ ապրանքներ եւ այլն, թե հակառակը, տեսնելով, որ ամեն դեպքում Հայաստանը կարողանում է փորձել ճեղքել եւ գտնել ելքեր ստեղծված իրավիճակում այլ քաղաքականություն կորթեգրի, հանել սահմանափակումները, մեղմել դրանք կամ վերացնել լավագույն դեպքում։ Ես այն կարծիքին չեմ, որ հայկական շուկան կամ հայկական ապրանքներն են միայն կախված ռուսական շուկայից եւ այս փոխկապվածությունը երկուստեք է։ Միանշանակ ռուսական շուկան ունի հայկական շուկայի կամ ապրանքների կարիքը, միգուցե ոչ այն ծավալներով։ Իրենց սահմանափակումներից իսկ նաեւ տուժում են հենց իրենք։ Այո, առնվազն դիվերսիֆիկացիայի մասով, ներքին դիվերսիֆիկացիա, որտեղ իրենք կախվածություն կունենան, ենթադրենք ադրբեջանական կամ միգուցե շատ ավելի փոքր խմբերի առևտրային հարաբերությունների շրջանակում։ Այստեղ շատ ավելի կարևոր է նախ անդրադառնալով ձեր հարցին ասեմ, որ այո, ես կարծում եմ, որ այս ճանապարհ կմեղմվեն գործընթացները եւ դա ոչ թե պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշակի քաղաքական փոխզիջումներ կամ նմանատիպ գործընթացներ տեղի կունենան, ոչ, պարզապես նման ձևով ազդեցությունը, եթե դիտարկենք քաղաքական ազդեցություն, ես կարծում եմ, որ այլևս արդիական չէ մտածել այդպիսի ազդեցության մասին, հաշվի առնելով հաղորդակցության, հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն իրողությունները, հաշվի առնելով այն հսկայական փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր շուրջ, ի վերջո ռուս գործընկերները կամ մյուս գործընկերները մեր այն համոզման, այն քննարկման, որ շատ ավելի լավ է ինտեգրվել Հայաստանի տնտեսության հետ առկա իրողությունների պայմաններում, հաշվի առնելով նաև Հայաստանի դերը Եվրամիության շրջանակում, հաշվի առնելով Հայաստանի դերը տարածաշրջանային Ադրբեջան-Թուրքիա միգուցե համագործակցության շրջանակում, ես կարծում եմ, որ այս շրջանակները հաշվի առնելով ի վերջո կհանգենք այն եզրակացության, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են տնտեսական հարաբերությունները առնվազն կարող են այս շրջանակում շատ ավելի մեծ օգուտներ ստանալ, քան միմյանց վնասել։ Ամփոփելով զրույցը, Ֆիչի հրապարակումը կա, որտեղ պահպանվում է Հայաստանի բիբի վարկանիշը դրական հեռանկարով, բայց միևնույն ժամանակ նշվում է, որ դա դեռևս ներդրումային մակարդակ չի համարվում։ Ինչն է խանգարում Հայաստանին, որ բարձրանա ավելի վերև, մի մակարդակ վերև եւ վարկանիշը հասցնի ներդրումայինի։ Ֆիչի վարկանիշային համակարգի մեջ, եթե դիտարկենք, այնտեղ կան ներքին գործոններ եւ արտաքին գործոններ։ Տվյալ վարկանիշի պարագայում շատ ավելի մեծ ազդեցություն ունեն արտաքին գործոնները, քան ներքին։ Ներքին գործոններում ենթադրենք տնտեսական աճի տեսանկյունից եւ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից բավականին բարձր դիրքերում եւ բավականի հուսալի հեռանկարներ է նկարագրված Ֆիչի վարկանիշում, իսկ տարածաշրջանային առումով հաշվի առնելով նաև այն հանգամանք, որ դեռևս վերջնական ստորագրված չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, դրանք բառացի նկարագրված են Ֆիչի վարկանիշային համակարգի մեջ, ինչպես նաև բնականաբար Իրանի հետ կապված անորոշությունները, դրանք գործոններ են, որոնք որպես արտաքին գործոններ ազդում են ընդհանուր գնահատականի վրա եւ ընդհանուր գնահատականը պահում են շատ ավելի այսպես մեղմ կարգավիճակով։ Իսկ արտաքին պարտքը եւ մեր տնտեսության կառուցվածքը ինչ նշանակություն կամ ազդեցություն են ունենում այս վարկանիշի ձևավորման վրա։ Արտաքին պարտքը ես դիտարկեցի, ասեցի հանրային ֆինանսների տեսանկյունից, իսկ հանրային ֆինանսների տեսանկյունից եթե արտաքին պարտքը դիտարկենք, ապա դա պարտք համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը կամ պարտք եւ պարտքի սպասարկում հարաբերակցությունն է շատ կարեւոր եւ այս տեսանկյունից Հայաստանը ոչ միայն չունի խնդիրներ, այլ գտնվում է առաջանցիկ դիրքերում, պարտքնա հարաբերակցությունը դեռևս 50% սահմանագից, դա սահմանագից չհամարենք, որովհետև 60%-ն է սահմանագիր, բայց բոլոր դեպքերում 50%-ից էլ ցածր է, որը նշանակում է հուսալի գործընկերություն միջազգային ֆինանսաբանկային եւ նմանատիպ միջազգային կառույցների հետ, ներդրումային որոշումների կայացման, ֆինանսական հեռանկարների հետ կապված Սրանք միանշանակ բնորոշումներ են, որ Հայաստանի տնտեսությանը տրվել են։ Տնտեսության կառուցվածքի առումով շատ կարևորվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դիվերսիֆիկացիան, եւ ես կարծում եմ, որ այո, այս գնահատականները շատ հիմնարար են եւ շատ կարևոր ցուցիչ եմ ցանկանում նշել, որ Ֆիչի շրջանակում Հայաստանում սպասվում է 5.2% տնտեսական աճ, իսկ նմանատիպ վարկանիշի պայմաններում նորմալ 2.9%։ Դա միջինից բարձր է ստացվում։
միջինից ոչ միայն բարձր է, գրեթե կրկնակի է։ Բայց դա հիմնական տենդենսն է մնայուն է, թե ժամանակավոր գործոններով պայմանավորված է 52%-ի կանխատեսումը։ Նույնիսկ ասեմ, որ արտաքին ճնշումներով պայմանավորված, ես արդեն նշեցի, որ խաղաղության պայմանագրի բացակայությունը, Իրանի հետ կապված անորոշությունները, դրանք արտաքին ճնշումներ են, Հայաստանի հաղորդակցության սահմանափակ հնարավորությունները, դրանք բոլորը արտաքին գործոններ են, որոնք կարող են շոկային իրավիճակներ առաջացնել Հայաստանում, բայց բոլոր դեպքերում հաշվի առնելով նաև այդ իրավիճակային հնարավորությունները, Ֆիչը գնահատել է բավականին բարձր, որը նշանակում է նաև տնտեսության ճկունություն եւ տնտեսության դիմակայունություն։ Եվ այս շրջանակում այո, ստացվել է տարածաշրջանային երկրների համեմատ նաև ապահովել կայուն եւ կանխատեսելի տնտեսություն։ Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը կախված չէ նավթից, բայց սա դրական է, թե բացասական է հաշվի առնելով, թե մենք նաև ինչպիսի էներգետիկ ռեսուրսների բացակայություն ունենք։ Նավթից կախված չլինելը միանշանակ դրական է եւ ես կարծում եմ, որ նավթը այս դեպքում դիտարկում են նաեւ որպես էներգակիր, իսկ էներգակիրների առումով Հայաստանը ունի որոշակի կախվածություն, հատկապես գազի առումով, բայց բոլոր դեպքերում քայլերը դիվերսիֆիկացիա եւ էներգետիկ անվտանգության ու անկախության դրանք բավարար են, որպեսզի Ֆիչի կողմից դրանք դիտարկվեն որպես երկարաժամկետ տնտեսական գործընթացի համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Եզրափակելով զրույցը մեկ հարց մի փոքր շեղված թեմայից։ Ռուսաստանը գազի հետ կապված որևէ քայլ կանի գնի բարձրացման կամ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից եթե որևէ քայլ արվի, դա կլինի ռիսկային եւ ռիսկային ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ հայ-ռուսական տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների պայմաններում, եւ ես կարծում եմ, որ այն իրավակարգավորումները, որ կան եւ որոնց շրջանակում գործում է գազի գինը, փոփոխության չի ենթարկվի, իսկ փոփոխության ենթարկվելու ռիսկերը պարզապես բավականին լուրջ աշխարհաքաղաքական ռիսկ են։ Բայց եթե ռիսկ Ռուսաստանն ամեն դեպքում գնա նույնիսկ իր համար այդ ռիսկային քայլին, մենք ինչ կարող ենք անել, մենք ունենք այլընտրանքային հնարավորություններ մեղմելու դրա եկած վնասը։ Ես կարծում եմ այլընտրանքային հնարավորությունները կան եւ այլընտրանքային հնարավորությունները կարող են դիտարկվել նաեւ լրիվ բոլորովին այլ գազի հետ կապված գործընթացների իրականացմանը Իրանի, Ադրբեջանի կամ Ադրբեջանի միջոցով կենտրոնական ասիական երկրներից, իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գազպրոմի տիրապետության տակ են խողովակաշարերը, դա բավականին լուրջ խնդիր կբերի, բայց այդ բավականին լուրջ խնդիրը արդեն կբերի նաև առճակատման եւ մյուս խնդիրները նույնպես կարծում եմ դրանցով փոխկապակցված կարող են լինել երկաթուղիների հարցը, մյուս հարցը, այսինքն այստեղ խնդիրը ոչ թե կոնկրետ գազի պարագայում այլընտրանք գտնելը կլինի, այլ կոնկրետ բավականին լուրջ տրանսֆորմացիա կլինի հայ-ռուսական հարաբերությունների որին հավանաբար չի գնա Ռուսաստանը։ Ես չեմ կարծում, որ այդ քայլը կլինի։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցը Սոս Խաչիկյանն էր։ Կհանդիպենք։